Տեխնիկի անալիզը դա по сути ուրիշ լեզվով ասած ստատիստիկա է եւս, պրոստը ավելի գեոմետրическի ֆորմաների։ Օրինակ, յուրաքանչյուր մարդ թող մեծ փոքր վարժություն անի։ Ուշադրություն դարձնի, միանգամից վերև չնայի, հա, մարդ հա անցնում, մի հատ նենց տեղ բռնացնի, որտեղ տեսնում է մենակ ոտքերը։ Ոտքերի հատվածը տեսնելուց արդեն կարա եզրակացություն անի, կին է թե տղամարդ է, մեծ է թե երեխա է ու մոտավոր ինչ բոյի է, չէ՞, որովհետև մենք ունենք մենտալնիկ արտակոչեցյալը, որը որ ինչ մենք տեսել ենք, նա ինտուիտիվным, на подсознательном уровне մեջը ինչ որ բազա է հավաքել, ու երբ որ մենք մի բան տեսնում ենք, մենք միանգամից որոշում ենք կայացնում, որ դալշի ինչ ենք տենալու, то есть առաջանում է սպասում ожидание, ինչ դու պետք է հետո տենաս, ու դրանից հետո մյուս գործողությունն է, այդ սպասումը արդարացվում է, թե այդ սպասումը չի արդարացվում։ Տեխնիկի անալիզը նույն բանն է, այսինքն դու այնքան ես տեսել ինչ որ օրինաչափություններ, որը որ շատ պրիմիտիվ մակարդակով է, դպրոցական գեոմետրիայում մենք ասում ենք հետևյալը, չէ՞, մի կետով կարաս անսահման ուղիներ անցկացնես, բայց երկու կետով կարաս անցկացնես ընդամենը մի ուղի։ Հիմա նույնն է, եկալում ես երկու էքստրեմում, կամ մինիմում կամ մաքսիմում, մի էքստրեմով կարաս բազմաթիվ ուղիներ անցկացնես, երկուսով կարաս մենակ մեկը անցկացնես, դա արդեն կոչվում է բան, trend line։ Անցկացրեցիր, всё, դու ունես սպասում, գինը գալու է, դրանից ինչ-որ ռեակցիա է տալու։ Սպասումդ կամ կարդարանա, կամ չի արդարանա, դες ոնց որ մարդու պարագայում սպասում էր պետք է կին լինի, պարզվեց տղամարդ է։ Յուկայով։ Նոնսենս է, հա, ստանդարտ սիտուացիա չէ։ Կարա լինի, ամեն ինչ կարա լինի, բայց միանշանակ է, որ դա լավագույն կետներ մտնելու, որովհետև դու շատ արագ ես հասկանում դու ճիշտ ես թե սխալ։